Զրուցակիցս կանադահայ Արա Կարապողոսյանն է։ Առաջին անգամ է հայրենիքում։ Եկել է Ծաղկաձորյան համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու։ Անկեղծանում է, եթե չլիներ հոկեյի հանդեպ սերը, երևի թե այդպես էլ Հայաստան չգայի։ 30 հոգանոց նրանց թիմը խաղերում մրցակցային տեղ չզբաղեցրեց, բայց նա չի նեղսրտում։ Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում։ Շատ աղոր հիշադակներ եւ դպավորություններ, նոր ջանչվորներ, նոր բարեկամներ։ Չեմ կարծեր, որ մենք գրնա Հայաստան գալ առանց մայր էջմիածին գալու ամենակարևոր մասն է մերին ոյաժին, որքան տեսնենք մեր մայր եկեղեցին, որ նույնն շատ մեծ նշանակություն ունի մեզի համար։ Արան ու համահայկական խաղերի շուրջ 400 մասնակիցներն իրենց հանգստի միակ օրը սկսել էին Ծիծեռնակաբերդ այցելությամբ, ապա եկել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նրանց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց։ Այսպիսի խաղերից առաջ հայոց հովվապետի օրհնությունն ու հայրական պատգամներն ստանալն արդեն բարի ավանդույթ է դարձել։ Գործը ստերած մերոց հաջողի ամես ամեն։ Համահայկական խաղերը սկսվեցին 1999 թվականին։ Տարեցտարի մասնակիցների թիվն ավելացավ, զուգահեռ հնարավորություն տալով Սփյուռքի հայերին համախմբվել հայրենիքում։ 11 պետության 22 քաղաքից։ Խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով սա անակնկալ էր իրենց համար։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում զարգացած չեն ձմեռային մարզաձևերը, բայց եթե ակտիվությունը շարունակվի, ապա հաջորդ խաղերի մասնակիցների թիվը կհատի 1000-ի սահմանագիծը։ Համահայկական խաղերի ամբողջ տրամաբանությունը, էությունը հենց դա պետք է լինի, որ ավելի շատ երիտասարդներ բերենք մայր հայրենիք, ավելի շատ շփվեն երկրի հետ, սիրեն, կապվեն երկրի հետ եւ ավելի հաճախակի լինեն։ Մենք ուրախ ենք, որ այստեղ ենք եւ մեծ պատիվ էր մեր համար ապարին մոտիկից տեսնելը, հատկապես ես։ Իհարկե շատ եմ եկել Հայաստան, երեխեքել եկել, բայց մեծ պատիվ էր։ Շատ մենք ուրախ ենք եւ որ կարողացանք իր աղոթքներով, մեր ապարին, մեր աղոթքներով կարողանանք աջող եւ առողջ վերադառնանք մեր երկիրը։ Հայոց հայրապետի խոսքով խաղերի շնորհիվ հազարավոր հայորդիներ հաղորդ են դառնում հայրենիքի կյանքին, պատմությանը, սրբություններին եւ զորացած ու գոտեպնդված վերադառնում են իրենց երկրներ։ Հայոց հովվապետը գնահատեց խաղերի կազմակերպիչների աշխատանքը, հորդորելով ընդարձակել աշխարհագրական ընդգրկումը։ Այդ միաբանությունը իր առանցք ունի մայր հայրենիքը, որի տերն եք դուք, յուրաքանչյուր հայորդի, ուր էլ որ ապրի, ուր էլ որ գտնվի, այդ գիտակցությունն է կրթվում և կերտվում համահայկական խաղերի արդյունքում։ Մենք այս առիթով մեր բարեմաղթանքներն ենք ձեզ բերում, նաև մաղթում ենք, որպեսզի ձեր ջանքերը սպորտային ոլորտում անցկացվող խաղերի մեջ իրենց բարի արդյունքներ ունենան և հաղթանակներ բերեն ամենքին։ Աստված օրհնի ձեզ։ Վիկտորիա Կարապետյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։